Այն որ KGB-ի գործակալներ կան ու բացահայտված չեն, դա մենք ողջամտության տեսակետից պնդում ենք, բայց պետական մարմնի պաշտոնատար անձի նման պնդումները կամ նման ոչի պնդումները անհամատեղելի են եւ անթույլատրելի են կամ սեռական մոլագար։ Սեռական մոլագար ասածը դա նշանակում է, որ անձը, որը կատարել է սեռական ոտնձգություն մի շարք անձանց նկատմամբ, նրա նկատմամբ, որը քրեորեն հետապնդելի արարք է, նրա նկատմամբ այդ անձի նկատմամբ պետք է հարուցված լինի ոչ միայն քրեական գործ, քննություն իրականացնել, այլ նույնիսկ դատական վճռով ճանաչվի որպես մեղավոր սեռական ոտնձգությունների մասին։ Չկա այդպիսի բանը որոշում իրավական ակտ։ Այսինքն սա նույնպես իրավական տեսակետից, որը պարտավոր է վարչապետը ունենա կամ որևիցե պաշտոնատար անձ ունենա, որպեսզի նման պնդում անի, հա? Եվ հիմա այդ անձինք, ու գիտեք ամենաաբսուրդը ինչն է, ոչ միայն դա նման ձևակերպումն է անթույլատրելի, այլ նաև այն անձինք, որոնց նկատմամբ նման ձևակերպումները կիրառվում են, նրանք կարող են զրպարտության հիմքով մտնել դատարան եւ պատիվ պահանջել, հա, այսինքն հերքում պահանջել, որովհետեւ դու պնդում ես մի բան, որի հիմքը չկա։ Եվ այս թողուբոհը կամ այս իրավիճակի այլ ավելի, ինչ ասեմ, խճճված դարձնելը եւ այլն, այդ հրահրելը, որպեսզի նման նույնիսկ ենթադրենք ինչ որ մեկը KGB-ի գործակալ է, բայց որը չի ամրագրված, որը չի փաստագրված, ինքը կարող է ապացույցների բացակայության դատարանի վճռով չհիմնավորված, հա, այսինքն չապացուցված հանգամանքում նույնիսկ զրպարտության հայց ներկայացնել, հասկանում եք ինչա տեղ ունենում։ KGB գործակալը դատարանի վճռով հերքում ապահովում եւ ինքը ճանաչվում է որպես KGB-ի արդեն ոչ գործակալ։ Ինչի՞ համար, որտեղ ինքը որպես KGB-ի գործակալ բացահայտված չի, կամ եթե սեռական մոլագարը որակվում, դա նշանակում է պետք է լինի, եթե իրավական հիմք չէ, բան փաստական հանգամ հիմք։ Եթե դա չկա, նշանակում է իրական սեռական մոլագարը ենթադրյալ կարող է հայց ներկայացնել զրպարտության հիմքով եւ ճանաչվել, որ ինքը սեռական մոլագար չի։ Այսինքն արդարադատություն կամ արդարություն ասվածը բացարձակապես վերանում է եւ մենք գործ ենք ունենում զուտ հերետորաբանական ինչ որ դաշտում, որտեղ կիրառվում են որակումներ, իսկ պաշտոնատար նույնիսկ եմ կրկնում, պաշտոնատար անձինք հատկապես պետք է պատասխանատու լինեն բառապաշարի տեսակետից։ Եվ իմ համոզմամբ կարծես թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այդ կարգավիճակից կամ այդ մտածելակերպից լիարժեք անցում չի կատարել պաշտոնատար անձի կարգավիճակի, որը լրագրողի թե ընդդիմադիր գործչի, որովհետև լրագրողների չեն կարող խոսել, ընդդիմադիր գործիչի, կներեք, դե չէ, հիմա ցավոք սրտին այլ լրագրողներ կան, Էլիզա, որոնք դարձել են ընդդիմադիր գործիչ, հա, ասենց ասեմ, կամ ընդդիմադիր գործիչի կամ բանը կառավարող կուսակցության գործիչի կարգավիճակով են հանդես գալիս, լինելով այդ համապատասխան քաղաքական ուժի խոսափողը, հա, անկախ եւ անաչառ օբյեկտիվ լրագրության հետ ցավոք սրտի բավական շատ մեծ դժվարություններ ունենք։ Ի վերջո, ինքը քաղաքական որպես ընդդիմադիր գործիչի հռետորաբանությունն է օգտագործում։ Չնայած նույնիսկ պետք է ասեմ, նույնիսկ ընդդիմադիր որպես գործիչ, որը դեպուտատ է կամ պարլամենտի անդամ է, էլի որակումներ տալիս պետք է հղում անի փաստերին, ոչ թե ենթադրողական կամ գնահատողական դատողությունների։ Սա կարծում եմ, որ այս ես հասկանում եմ, ոչ թե հասկանում եմ, ես դա կապում եմ իհարկե նախընտրական այս ժամանակահատվածի հետ եւ նաեւ այն իրավիճակի հետ, որ եկեղեցու հետ է ուրեմն հարաբերությունները ուրեմն զարվել կամ չգիտեմ հարցի առաջացել, բայց եթե այս մոտեցումներով կամ այս ոճով են գնալու, ապա ցավոք սրտի շատ մեծ դժվարություն է լինելու ընտրողի համար կատարելու օբյեկտիվ ընտրություն, որովհետև խոսույթները մեկը մյուսի նկատմամբ կապ չունեն, տվյալ դեպքում իհարկե տոն տվողը տվյալ դեպքում վարչապետն է, բայց մյուս կողմն էլ հանցինս այդ ընդդիմադիրի, նրանք ոչ պակաս են, չէ՞, ասենք թե նույն օգտագործում են թուրքական գործակալ, չգիտեմ, ադրբեջանական
Շուտ բոլորն էլ ցավոք սրտի գտնում են ռուսական ազդեցության տակ կամ պարոն վարչապետ, եթե KGB-ի գործակալ տերմինը օգտագործում, այսինքն դուք գտնում եք որպեսի կասկածներ կան։ KGB-ի արխիվները բացեք։ Լյուստրացիա անեք։ Այսինքն գործիքակազմը, որը պետությունը ունի, հենց պետության անվտանգության ապահովման տեսակետից գործակալական ցանցերի բացահայտման գիտեք նման լյուստրացիա արվել են մեծբարթյան պետություններում, նախկին խորհրդային հանրապետություններում, լյուստրացիա իրականացվել են Չեխիայում ինչ որ չափով եւ այդ օրենքը գործը ընդունվել է։ Ընդունեք օրենք բանը լյուստրացիայի մասին օրենք օրինակի համար եւ իրավական մեխանիզմներով այդ արխիվները նման արվել է դեպ ասեմ նախկին արևելյան Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունների կոչում շտազի իրենց անվտանգության արխիվները բացեն եւ մարդիկ անգամ կարող են քաղաքացիները դիմել այդ թանգարանը կոչվում դա որտեղ ասենք թե ստանան իրենց վերաբերյալ կոմունիստական ռեժիմի ժամանակ հավաքված տվյալների մասին տեղեկություն, այլ ոչ միայն դա, այլ նաև թե ովքեր են եղել այդ տվյալներ հաղորդողները, այսինքն ովքեր են մատնությամբ զբաղվել կամ իրենց վերաբերյալ այդ տեղեկությունները հաղորդել։ Բայց այդպիսի գործիքակաց պետք է կիրառվի։ Ինչի համար չի արվում։ Այո, դուք եկաք իմ հարցին, որը ես ձեր ասացից ցե բխում, դուք ասացիք պիտակավորվող կողմը կարող է մտնել դատարան եւ զրպարտության հիմքով պահանջել ներողություն կամ չգիտեմ, հերքում առնվազն փաստի։ Եթե հիմա երկու կողմն էլ միայն խոսում են եւ հիմքեր դեպի հիմքեր գործողություններ չեն անում, միգուցե հիմքերը կամ պարզապես երկու կողմն էլ խուսափում են դրանից եւ եթե այո, ապա ինչու պետք է խուսափեն հիմքերը բացահայտելուց ցույց տալուց հանրությանը։ Գիտեք, ես չգիտեմ, այդ պետքա կողմերին հարցնել։ Եթե օրինակի համար KGB-ի գործակալ է որակվում, ում որ նկատի ունի այդ անձը, եթե նշվում է կամ չգիտեմ, այդ համայնքը կամ այդ կառույցը, որևէ մեկը կարող է, չէ, բանանի ներկայացնի հայց, ասել է, դուք KGB-ի գործակալ եք, ինձ ասում, փաստ ներկայացրեք։ Ու չի կարողանալու, չէ, ներկայացնի փաստը։ Որտեղ այդ շատ տարօրինակ է, եթե ենթադրենք արխիվից կոնկրետ ենթադրյալ մարդու վերաբերյալ որպես KGB-ի գործակալ լինելու մասին փաստը հանի ու օգտագործի, ապա դա կլինի նույնպես անօրինական, որտեղ ինչ հիմքով ես դու այդ փաստը ենթադրյալ արխիվից օգտագործում, որտեղ հոմենակ մի հոգի չի, որ պետքա մատչելիություն ունենա այդ արխիվներին, որտեղ դա անվտանգային պետական անվտանգության հետ կապված հարց է, որտեղ եւ մենք դա տեսնում ենք նաեւ հիբրիդային պատերազմի կոնտեքստում հիբրիդային գործիքներից մեկը դա գործակալական ցանցերն են հետխորհրդային տարածաշրջանում դա Ուկրաինայի անգամ պարագայում երբ որ ագրեսիա եղավ Ռուսաստանի կողմից հույս ուներ այդ գործակալական ցանցի աչակցության եւ այդ գործակալները ինչպես փախան երկրից եւ ինչե հիմա էլ շարունակում են դա եղավ Մոլդովայի ընտրությունների համատեքստում հիմա հատկապես էս ուրեմն իրավիճակում, երբ որ մենք անցնում ենք նախընտրական ժամանակահատվածում, հիբրիդային սպառնալիքների գործիքները շարունակելու են կիրառվել, չէ՞։ Ինստիտուցիոնալ մոտեցում է պետք ցուցաբերել, ոչ թե էմոցիոնալ մոտեցում։ Ինստիտուցիոնալ մոտեցումը դա հստակ լյուստրացիայի մասին օրենքի ուրեմն ընդունումն է։ Բացեք, ինչի՞ չեք բացում։ Կամ ինչի՞ չեք օրենքը ընդունում եւ իրավական մեխանիզմ ստեղծում։ Պարոն Սարգսյան, մյուս հարցը, որ առաջանում է այս զարգացումների ֆոնին, հետևյալն է. ունենք երկու ձայնագրություն, գաղտնալսում եւ հոգեվորականների մասով եւ Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ։ Հիմա հարց են բարձրացնում, արդյոք պատկան մարմիններն իրավունք ունեն այս մարդկանց առհասարակ գաղտնալսելու եւ հետո այդ գաղտնալսածը ըստ նպատակահարմարության հրապարակելու եւ այսպես հանրային դարձնելու։ Տեսեք, օպերատիվ հետախուզական միջոցառումները, որպեսին լինում է նաև հենց այդ գաղտնագրումները, որպես գործիք քաղաքական հակառակորդների նկատմամբ օգտագործելու,
ցավոք սրտի մնում է որպես հիմնական գործիքներից մեկը։ Ասենք, ես այս պահին հիշեցի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Ալեքսանդր Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հենց հեռախոսակցության ձայնագրման հրապարակումը, չէ՞։ Հիմա քրեական գործի շրջանակներում կարող են օպերատիվ հետազոտական միջոցառումներ իրականացվել, քրեական գործի շրջանակներում, բայց այն հիմնավորված, բայց դրանց հրապարակում, դա այդ ուրեմն նյութերը դրանք քրեական կամ քրեական գործի վարույթի շրջանակներում, քան դեռ դա ուրեմն չի ավարտված քրեական գործը եւ չի ներկայացված դատարան, հրապարակման ենթակա չեն կարող լինել։ Որտեղ չկա փորձաքննություն դրանց իսկության մասին, չէ՞, վերջին հաշվով։ Չկա ենթադրենք դա աղճատված է կամ չգիտեմ կտրված է, այո, կտրված եւ այսինքն դու այսինքն շարունակում է քիչ է մնում շարունակում է եւ մենք ունենք լուրջ կասկածներ, իմիջիայլոց ես ասեմ, որ մարդու իրավունքների տեսակետից ամենառիսկային գործիքներից մեկն է օպերատիվ հետազոտական միջոցառումը, որտեղ նախ պետք է լինի միայն դատարանի որոշմամբ։ Ասում եք, այդ օրինական պետք է լինի։ Նաեւ այդ հիմնավորված պետք է լինի, թե ինչի համար է դատարան թույլ տվել ուրեմն գաղտնալսում կատարել, հա։ Ավելին այդ տվյալը ապացուցողական նշանակություն ունի, որը դու քրեական գործի շրջանակներում կարող է հիմնավորվի եւ դատաքննությամբ կարող է հիմնավորվի, որ դա իրապես օրինական է, իրական է, հա։ Եվ այդ ամեն փուլը չանցած դու վերցնում հրապարակում, այսինքն դուրս է գալիս ինչ է ստացվում, ով ում հասնի գաղտնագրի, հա, հիշում եք նաեւ բանի ազգային անվտանգության ծառայության պետի ու հակակոռուպցիոն կոմիտեի, հա, պետի այդ խոսակցությունը, որը օրինական չէ, այդպես էլ մնաց, ոչ մեկը քրեական գործ հարուցեցին, թե չհարուցեցին։ Սա իրապես անթույլատրելի է, որովհետև սա տիպիկ կագեբեական հենց նորից մոտեցումն է։ Դիկտատորական ավտորիտար ռեժիմների ամենամեծ գործիքն է դոսիեներ հավաքելու անօրինական մեթոդներով եւ օգտագործելու քաղաքական նպատակներով, հա։ Հիմա օրինակի համար նույն այդ տեսաձայնագրությունները իհարկե տեսեք կարող է լինի հաշվետվողականության տեսակետից հանրային կարևոր նշանակություն ունեցող գործերի վերաբերյալ հրապարակում, բայց ոչ թե ապացույցների հրապարակմամբ, այլ իրավիճակի եւ գործողությունների ընթացքի մասին հրապարակ, որ օրինակի համար, այո, այս քան հոգի գործող բան ձերբակալված են, այսինչ բաների մեջ են մեղադրում եւ այլն, բայց անմեղության կանխավարկածը դեռ ոչ ոք չի բան արել։ Եվ ես ինձ համար շատ գիտեք, ես անձամբ եմ դիմել դատարաններ Հայաստանի հեղափոխությունից հետո իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների օրինականության հետ կապված հարցով։ Անգամ դիմել եմ, որտեղ իմ նկատմամբ քրեական գործ չի հարուցված եղել, բայց ես գիտեմ, որ ՕՀՄ-ի է հասկացվել։ Հիմա դիմել եմ անգամ սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը մերժել է դիմումը։ Հիմա այդ դիմումը գտնվում է Եվրոպական դատարանում։ Սա ուղղակի, գիտեք, կամ ահա ամենածանր հանցագործությունների դեպքում է կիրառվում, չէ՞, ասենք թե, ասենք, կոռուպցիոն, ահաբեկչական գործողություն, որտեղ այդ դեպքում, այո, բայց պետք է քրեական գործ հարուցված լինի։ Քրեական գործի շրջանակներում, այո, ենթադրյալ կասկածյալների հետ կապված կամ կասկածյալ անձանց, հա, նկատմամբ, այո, ՕՀՄ պետք է իրականացնի կանխելու համար հանցագործությունը կամ հիմնավորելու համար, բայց նույնիսկ ՕՀՄ-ն կամ տեղ գաղտնաձայնագրումը դեռ ամբողջական ապացույց չի կարող համարել, դա պետք է համադրվի այլ ապացույցների հետ։ Հասկանում եք ոնց է։ Սա, այսինքն դուրս է գալիս մենք իրապես իրավունքի գերակայության սկզբունքի տեսակետից լուրջ խնդիրներ ենք անընդհատ առաջացնում, որոնք եղել են, մնում են ու այդ ռիսկերը շարունակում են մնալ չհաղթահարված։